Հոկտեմբերի 23-ին National Interest-ում հրապարակված «Խաղաղության գինը Կովկասում» հոդվածն անդրադառնում է Հայաստանին ու տարածաշրջանային հարցերի։ Թուրան հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Իպշտայնի այդ հոդվածում շեշտվում է, Հայաստանի վարչապետը ջանասիրաբար աշխատել է Կովկասում խաղաղության հասնելու համար, չնայած ներքին քննադատությանը։ 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության գալուց ի վեր վարչապետը դիմակայել է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի հետևանքները, Կրեմլի աջակցությունն ունեցող հայ առաքելական եկեղեցու թշնամանքն ու ենթադրյալ հեղաշրջման փորձերը։ Ձգտելով Ադրբեջանի հետ խաղաղության եւ Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի, Հայաստանի վարչապետը հզոր թշնամիներ է ձեռք բերել Ռուսաստանի կառավարությունից մինչև Սփյուռքում գործող կազմակերպություններ ու Հայաստանի նախկին ղեկավարներ։ Հեղինակը շարունակում է ռուսահայ օլիգարխ Սամվել Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով, մինչդեռ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան անդամները բացահայտորեն պաշտպանում են Փաշինյանի կառավարության տապալումը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Ռուսաստանի հետ Հայաստանի ինտեգրման կողմնակից է, դարձել է նրա ամենաաղմկոտ քննադատներից մեկը, կանգնելով եկեղեցու եւ Կարապետյանի կողքին։ Կրեմլի քարոզիչները բացահայտորեն կոչ են անում Փաշինյանին հրաժարական տալ, իսկ Ռուսաստանին պաշտպանել այդ դիրքորոշումը։ Հոդվածում նաև նշվում է, որ Փաշինյանի թուլացող քաղաքական հենարանը սրում է սպառնալիքը։ Իշխող կուսակցության վարկանիշն այժմ նվազել է 2018 թվականի էյֆորիայի ֆոնին։ Իր հերթին Ռուսաստանը, որը մի ժամանակ համարվում էր Հայաստանի անփոխարինելի դաշնակիցը, հանրային վստահության կտրուկ անկում է ապրել։ Շատերը կարծում են, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին Ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ Քոչարյանի եւ նրա նման ռուսամետ գործիչների վարկանիշը ավելի վատ վիճակում է։ Պարբերականը հիշեցնում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Փաշինյանի քաջությունը։ Նշվում է, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է ապահովել այս խաղաղությունը, ապա պետք է նաև ապահովի Փաշինյանի քաղաքական ընթացքը։ Միացյալ Նահանգները կարող է օգնել Փաշինյանին ապացուցել, որ իր քաղաքականությունը իրական օգուտներ է բերում։ Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ դրա ծաղկող արհեստական բանականության ոլորտի ռազմավարական ներդրումները կարող են խթանել տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր եւ ամրապնդել Հայաստանի դերը որպես հիմնական տարանցիկ հանգույց։ Վաշինգտոնը պետք է նաեւ դիմադրի լավ ֆինանսավորվող Սփյուռքի խմբերի ճնշմանը, ինչպիսին է Ամերիկայի Հայդատի կոմիտեն, որոնք դեմ են խաղաղությանը, չնայած չեն զգացել վերսկսված պատերազմի հետևանքները։ Սպասվող վերջնական խաղաղության համաձայնագրի եւ հաջորդ տարի նախատեսված խորհրդարանական ընտրությունների պայմաններում ավելի բարձր խաղադրույքներ չէին կարող լինել, գրում է հոդվածի հեղինակը, հավելում, որ եթե Փաշինյանը դիմակայի, կարող է Հայաստանը տանել դեպի երկար սպասված խաղաղության դարաշրջան։ Հակառակ դեպքում, ըստ Ջոզեֆ Իպշտայնի, վտանգ կա, որ երկիրը կարող է վերադառնալ Մոսկվայի ուղեծիր, ինչպես արեց հարևան Վրաստանը, եւ հարավային Կովկասում հակամարտությունը կարող է վերսկսվել։ Հուսադրող է, որ Հայաստանը սկսում է տեսնել իր խաղաղության ջանքերի առաջին շոշափելի արդյունքները։ Ադրբեջանը հայտարարեց, որ թույլ կտա ապրանքների տարանցումը դեպի Հայաստան եւ Ղազախական ցորենի առաջին խմբականակը շուտով կանցնի Ադրբեջանի տարածքով։ Համեստ, բայց խորհրդանշական քայլ դեպի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա։ Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց անմիջական նշանակություն ունի ԱՄՆ շահերի համար։ Միջին միջանցքը Արևելյան Ասիայից դեպի Եվրոպա կարևոր ցամաքային առևտրային ուղին, որը շրջանցում է Ռուսաստանը եւ Իրանը, ներկայում անցնում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջով, սակայն Վրաստանի թեքվելը դեպի Մոսկվա կասկածի տակ է դնում դրա հուսալիությունը։ Հայաստանը կարող է ծառայել որպես կարևոր այլընտրանք։ Փաշինյանը կանխատեսել էր սա եւ 2023 թվականի հոկտեմբերին մեկնարկեց խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, պատկերացնելով Հայաստանը որպես տարածաշրջանային կապող օղակ, երկաթուղիների, մայրուղիների, խողովակաշարերի եւ էլեկտրահաղորդման գծերի վերականգնման միջոցով։ Ջոզեֆ Իպշտայնը ենթադրում է, որ Մոսկվան մի կողմ չի քաշվի, ապա եզրափակելով նշում, Հայաստանի վարչապետին աջակցելը Վաշինգտոնի համար պարզապես մեկ առաջնորդի հարց չէ, այլ կնշանակի, որ խաղաղությունն ու ինքնիշխանությունը կարող են համատեղվել հետխորհրդային տարածքում։ Հայաստանի ապագան եւ հնարավոր է նաեւ հարավային Կովկասի կայունությունը կախված են դրանից։ Աննա Զախարյան, լուրեր։